Ռուսաստանի Դաշնության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս մասին նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Մոսկվա այցին ընդառաջ։ Գերատեսչությունը հավելել է Բաքուն կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում։ Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են բարեկամության եւ բարիդրացիության ավանդույթների ոգով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է նաեւ, որ 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակը զգալի ներուժ ունի։ Այդ մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների լուծմանը տարածաշրջանի երկրների եւ հարևանների ուժերով, առանց արտաքին միջամտության։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը Բայրամովի այցը դիտարկում է ռուս-ադրբեջանական վստահելի քաղաքական երկխոսության շարունակման եւ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համատեքստում։ Պակիստանի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներին եւ Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով հարկավոր է վերսկսել տեխնիկական բանակցությունները Իսլամաբադի միջնորդությամբ հունիսին ձեռք բերված փոխըմբռնման հուշագրին համապատասխան։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև արդեն 5 օր է ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի ափամերձ պաշտպանության օբյեկտները եւ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի կայանքները։ Ահվազում ամերիկյան հարձակումների պատճառով մանկական ուռուցքաբանական հիվանդանոցից տարհանվել է 211 հիվանդ։ Իրանը սա որակել է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ Իրանի առողջապահության նախարարության վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով երկրում 35 մարդ է զոհվել, 300-ը վիրավորվել։ Իրանն էլ պատասխանել է թիրախավորելով Բահրեյնում, Քուվեյթում եւ Հորդանանում ամերիկյան օբյեկտները։ Անօդաչուներով հարձակում է տեղի ունեցել նաեւ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում։ Զուգահեռ շարունակվում է Իրանի ծովային շրջափակումը։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի հարված է հասցվել լցանավի, որը փորձել է նավարկել դեպի իրանական նավահանգիստներից մեկը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ եթե երկրի ենթակառուցվածքներին հարվածելու ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանում ամերիկյան ամբողջ ենթակառուցվածքը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ երկրի անվտանգությունը կախված է Հորմուզի նեղուցում Իրանի վերահսկողության պահպանումից։ Նրա խոսքով Իրանն ԱՄՆ-ի հետ կենսական եւ գոյաբանական պատերազմ է մղում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ շուտով Իրանը կպարտվի։ Միևնույն ժամանակ նա պնդել է, Թեհրանը շատ է ցանկանում հասնել կարգավորման։ Տեսնենք համաձայնության կհասնենք նրանց հետ, թե պարզապես նրանց վերջը կտանք, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ ԱՄՆ փոխնախագահն էլ նշել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Իրան երկրում իշխանափոխության հասնելու համար։ Եթե Իրանի ժողովուրդը ցանկանա ընդվզել եւ փոխել իր կառավարությունը, դա նրանց գործն է, ընդգծել է Ջեյ Դի Վենսը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Մոսկվան Կիևին վերադարձրել է 501 մարմին, ստացել 31 մարմին։ Փոխանակումը տեղի է ունեցել Բելարուսի տարածքում։ Միևնույն ժամանակ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուսական ուժերը հայտնել են գիշերը երկրի 18 տարածաշրջաններում, այդ թվում Մոսկվայի մարզում ուկրաինական 375 անօդաչու խոցելու մասին։ Բրյանսկի մարզում 2 մարդ է զոհվել, այդ թվում 15-ամյա աղջիկ։ Յարոսլավլի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 13 հրթիռ, 151 ԱԹՍ։ Կիևում 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Թիրախավորվել են նաև Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքները։ Ուկրաինական կողմն էլ հաղորդել է, որ Սև ծովում հարված է հասցրել ռուսական ստվերային նավատորմի 2 լցանավի։ Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են։ Գերագույն Ռադայի քվեարկության արդյունքում Ուկրաինայի վարչապետ է ընտրվել Նավթոգազ ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին, որը կփոխարինի Յուլիա Սվիրիդենկոին։ Հաստատվել են նաև նոր կառավարության 16 նախարարները, բացառությամբ պաշտպանության նախարարի։ Ավելի վաղ ՊՆ ղեկավար Միխայլո Ֆեդորովն ազատվել է աշխատանքից։ Նրա ազատման դեմ Ուկրաինայի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։ Ֆեդորովը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկու հետ տարաձայնությունների մասին։ Նրա խոսքով վերջինս պատրաստ չէ խոսել խնդիրներից եւ Ռուսաստանին հաղթելու մասին մտածելու փոխարեն խարդավանքներ է հյուսում։ Սիրսկին իր հերթին կոչ է արել կենտրոնանալ
պատերազմի եւ արդյունավետ ռազմավարության վրա, որը նրա խոսքով այժմ հստակ արդյունքներ է ցույց տալիս։ Ուկրաինայի նախագահը հաստատել է առկա տարաձայնությունները, նշել գլխավոր շտաբի եւ պաշտպանության նախարարության միջև առկա հակամարտությունը համակարգային բնույթ է կրում։ Կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, ուստի ստիպված եմ ինքս այդ հարցը լուծել, ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հավելել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնի հավանական թեկնածուն ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն է, սակայն նրա թեկնածությունը դեռ պաշտոնապես չի ներկայացվել Ռադայի քննարկմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ, հատկապես հաշվի առնելով Սևծովում վերջին զարգացումները։ Մենք չենք ցանկանում, որ պատերազմը հասնի Սևծով, նշել է նա, հավելել. նավահանգիստների, լցանավերի, ձկնորսական նավերի թիրախավորումը եւ քաղաքացիական անձանց վտանգի ենթարկելն անընդունելի է։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով հակամարտությանը վերջ դնելու նոր լուծումներ են որոնվում։ Իր հերթին Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի։ Նա հավելել է. Կիևը Թուրքիան դիտարկում է որպես Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպման գլխավոր վայրերից մեկը։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան առայժմ չի տեսնում բանակցությունների արագ վերսկսման հեռանկարներ, սակայն պատրաստ է դրան։ Կիևում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը հուլիսի 20-ին արդեն կփոխանցի իշխանությունը լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը կշարունակի Ուկրաինային աջակցությունը եւ իր հեռանալուց հետո այդ դինամիկան չի փոխվի։ Նա նաև հայտնել է, որ Բրիտանիան եւ Շվեդիան Կիևին կհատկացնեն 300 միլիոն ֆունտ ստերլինգ ժամանակակից 16 ինքնաթիռի գնման համար։ Իսպանիայի հյուսիսային Արագոնի շրջանում անտառային հրդեհների պատճառով մի քանի գյուղից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Արվել է ավելի քան 4500 հեկտար տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժգին քամիները։ Բացի այդ, օրերս Ալմերիայի նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով 13 մարդ է զոհվել, որոնցից 12-ը օտարերկրացիներ։ Թուրքիայի հարավ-արևելքում ևս անտառային հրդեհների պատճառով 1000-ից ավելի մարդ է տարհանվել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։